Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում, նյուանսներն են։ Հիմնական նյուանսը, որն այսօր ուզում ենք քննարկել, ինչ է կատարվում տարածաշրջանում պայմանավորված այն գլոբալ աշխարհաքաղաքական իրողություններով, որոնք այսօր տեղի են ունենում։ Մենք տեսնում ենք, որ կարճ, արագ պատերազմի այդ պատրանքը արդեն փլուզվեց եւ ըստ փորձագետների աշխարհը եւ մասնավորապես Միացյալ Նահանգները պատրաստվում են երկարատև պատերազմի, այդպիսի տեղեկատվություն է նաեւ որոշ պարբերականներ տարածում։ Ու ավելին Դոնալդ Թրամփը հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փաստացի մեղադրեց իրենց դաշնակիցներին այն հարցում, որ ՆԱՏՕ-ն ձախողել է քննությունը։ Մինչ Վաշինգտոնը ու Թեհրանը պատրաստվում են ապրիլի 10-ի բանակցություններին, արդեն ինչպես նշեցի, կուլիսներում խոսքում է այն մասին, որ խաղաղություն երկար ժամանակ դեռ չենք տեսնելու եւ որ Միացյալ Նահանգները արդեն պատրաստվում է մոտ տևական ժամանակ 2 տարի տևող մասշտաբային պատերազմի։ Այս թեմաները վերլուծելու ենք դիվանագետ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու այս տաղավարում, որովհետև հենց առաջին ձեռքից հաշվի առնելով ձեր փորձը Սիրիայում, ձեր աշխատանքը, այն համեմատությունները, որ մենք այսօր կարող ենք այդ նույն բեքգրաունդով տանել, շատ կարևոր տեղեկատվություն ու վերլուծություն կարող ենք ունենալ։ Սկսենք Բեյրութից ու Թրամփի վերջին հայտարարություններից, երկար տարիներ, ինչպես նշեցի, աշխատել եք Սիրիայում, մի իրավիճակում, երբ դիվանագիտությունը փակուղի էր մտնում, եւ այսօր մենք տեսնում ենք գրեթե նույն ձեռագիրը։ Դիվանագիտությունը գրում է փակուղի, ու մենք գտնվում ենք մի փուլում, պատերազմական մի թեժ փուլում, որը կարծես թե ավարտ չի ունենալու։ Սրա հետևանքները տարածաշրջանի համար եւ ձեր տպավորությունները այս ամբողջ իրադարձություններից, որ տեղի են ունենում։ Հա, երևի Ես sense սկզբից էլ, երբ որ մի քանի անգամ առիթ ա եղել խոսելով, ասել եմ փետրվարի 28-ից սկսած, ոսայ սկսվում է երկար դաժան պատերազմ Ամերիկայի համար, երևի երկրորդ Վիետնամը կարելի է տենց ասել, կամ Սովետական միության Աֆղանիստանը, հա, որը մեծ հետևանքներ ունեցավ երկրի համար հետագա զարգացումների։ Երբ որ ասում եք դիվանագիտական մոտեցումներ եւ այլն, այն ինչ որ կատարվում է, շատ դժվար է դիվանագիտություն կոչելը։ Դամար դիվանագիտությունը առաջերտի նշանակում է սկսել իրար հասկանալ, իրար հետ խոսել, ինչ որ ընդհանուր լեզվով եւ այլն։ Այն ինչ որ Թրամփը հայտարարեց, որ իրանական քաղաքակրթությունը մենք պետք է վերացնենք, ինձ համար ոչ միայն դիվանագիտական, այլ մարդկային որևիցե ստանդարտի մեջ չի տեղավորվում, հա, մի բանը ասել մուլաների ռեժիմը պետք է վերացնենք, դա հասկանում եմ, չնայած այդքան էլ հեշտ ճանապարհ չունի ինքը դրան, բայց այդ հայտարարությունը ինձ թվում է բոլոր կարմիր գծերը հատում է մարդկության քաղաքակրթության, հա, վերաբերվող։ Հետո երբ որ ասում ենք դիվանագիտություն, 15 կետ Ամերիկան է առաջ քաշել, 10 կետ Իրանն է առաջ քաշել, ու ինձ թվում է ընդհանուր կետ այդ կետերում չկար, այսինքն երկուսն էլ լրիվ տարբեր բաներ էին ասում, հետո իրանք որոշեցին զինադադար 2 շաբաթով, ու պարզվեց ամեն մեկը հռչակեց հաղթանակ, այդ Թրամփը արդեն 8-րդ անգամ է կարծեմ հաղթանակ հռչակում, այսինքն սա այլ հարաբերական ինչ-որ արժեք է դառել այս իրավիճակում, հետո հիմնական կետը առաջ եկավ, որը Լիբանանում Իսրայելի ռազմական գործողություններն Հեզբոլլահի դեմ, որը պարզվեց Իրանի տեսակետից դա լրիվ փաթեթի մասեր կազմում, Իսրայելը ասում է դա բացարձակապես այդ փաթեթի հետ ոչ մի կապ չունի, սա մեր առանձին ռազմական գործողություններն է հանդեպ Հեզբոլլահի։ Ու ստեղ եկավ ու կարելի է նաև Լիբանանի մասին, իսրայելական գործողությունների մասին, փաստորեն ամենադաժան հարձակումն է եղել, թե Բեյրութի հարավային մասի վրա, թե Բեկա այդ հովիտը, որը ինքսիկյան շատ հետաքրքիր տեղ է, որտեղ հիմնականում շիիտներ են ապրում ու Հեզբոլլահի օժանդակողները, 250 հոգի մարդ է զոհվել, հարյուրավոր կամ 1000-ից ավել մարդ վիրավորվել է,
ասում են ամենադաժան հարձակումն ա եղել, ինչքանն են դրանից Հեզբոլլայի մասնակիցները, ինչքան են խաղաղ բնակիչները, դա այս բան ես հանրից չգիտեմ այդ թիվը, բայց որ այնտեղ առանձին երկար խնդիր է, այսինքն Իսրայել, Լիբանան, Հեզբոլլա, դա ինստինկտիվ ոնց որ այս մի պատերազմի կողմնակի side effect-եր sense ասած, հիմա պարզվում է դա առանձին խնդիր է, Իրանը Հորմուզը շարունակում է փակ պահել, Ամերիկայի կողմից ամենահիմնական պահանջներից մեկը որ Հորմուզը, դա համար Հորմուզի հետ կապված խնդիրը ինչն է Տրամպի հիմնական մտահոգությունը, դա նավթի գներն են, որ Բայց լրիվ հակառակ էֆեկտ ունեցա։ Լրիվ հակառակ էֆեկտը։ Հիմա մենք տեսնում ենք ինչ-որ մի քիչ մայլի բարձանում է ու դեպս մի զարմանալի փաստ, ասում են ամեն անգամ երբ որ ինքը այդ հայտարարությունները անում է 15 րոպե, կես ժամ առաջ մի քանի 100 միլիոն դոլարի ինչ-որ խումբ մարդկանց սկսում է բաժնետոմսեր առնել։ Դրա համար ինչ է կատարում։ Նավթային կամպանիաների գները բարձրանում են, երբ որ Հորմուզը փակվում է, իսկ մյուս բոլոր արժեթղթերը իջնում են։ Ու այդ պահին, երբ որ ինքը հայտարարություն անում ի կոչ խաղաղության, մարդիկ սկսում են առնել մյուս արժեթղթերը, երբ որ էլի հայտարարություն ան որ չենք Իրանին շարունակել են խփել, նավթի գները բարձրանում են ու դրա համար նավթային կամպանիաների գներն են բարձրանում։ Այսինքն ամենայն հավանականությամբ իր մոտիկ շրջապատի մարդկանց ինչ-որ խումբ հսկայական գումարներ աշխատում նաև դրա վրա։ Ի լրացում բազմաթիվ ուրիշ խնդիրների, նաև ինչ-որ մարդիկ հարյուրավոր միլիոն դոլարներ րոպեների ընթացքում կարողանում են աշխատել, էլի ու այդ ամենը ինձ թվում է հսկական շեղումներ է քաղաքակիրթ նորմաներից, քաղաքականությունը պետական առաջնորդի կողմից ինչպես պիտի վարվի, ինչա լինելու սրա վերջը, դա արդեն դժվար հարց է, որը ես ամենայն դեպս մոտիկ հանգուցալուծում կամ պարզ ելք, պատերազմի մեջ միշտ հեշտ է մտնել, շատ դժվար է դուրս գալը։ Այո, իսկապես պատերազմը հեշտ է սկսել, դժվար է ավարտել եւ մենք տեսնում ենք հաճախ նաեւ նույն Թրամփի այդ վերլուծաբանները նշում են այդ տողատակերը, երբ կարդում ես, զգացում է, որ որոշակի արդեն անճարության զգացում կա, որ իրենք հասկանում են, որ երկար ճահճային, այսպես ասած, երկարաձգվող պատերազմի մեջ են մխրճվել, որից բարդ է դուրս գալ։ Ու մենք հիմա այս պահին փաստացի ունենք ավելի ուժեղացած Իրան ինչ որ առումով, որովհետեւ տեսեք նախկինում հիմա Իրանը արդեն վերահսկում է ամբողջությամբ Հորմուզի նեղուցը, իր դաշնակիցներին է թույլ տալիս Եվրոպական մի շարք երկրներ գնում են արդեն բանակցությունների ներքին կարգով, որ իրենց նավթային նավերը անցնեն, մենք ունենք գների աճ, մենք տեսնում ենք սանկցիաներից են որոշակիորեն ազատել Իրանին, այսինքն այն խնդիրները, որը դրվել էր իբրև թե Իրանի դեմ այաթոլլաների ռեժիմը հակառակը, ել ավելի է ուժեղացել, որովհետև մարդիկ հաճախ նաև վերլուծում են, բայց չեն կենտրոնանում նաև ընդհանուր, այսպես պատկերին ընդհանուր չեն նայում, ընդհանուր տնտեսական իրավիճակին դա ինչին է բերելու։ Հիմա շատ են խոսում, միակողմանի է դատվում։ Մի մասը վստահաբար պնդում է Միացյալ Նահանգները հաղթեց, մյուս մասը պնդում է Իրանը հաղթեց, ու իրական այդ իրավիճակը բաց է մնում, որ երբ փորձում ես վերլուծել, համադրել երկու կողմերը, տեսնում ես, որ հաղթողները շատ քիչ են այս պատերազմում, պարտվում է քաղաքակրթությունը, պարտվում է դիվանագիտությունը։ Հա, ու իմիջիալոց Իրանը, որը կարծում են, առաջի օրերին, շաբաթներին Իրանի նավատորն ա վերացել, օդուժն ա վերացել, օդային պաշտպանությունն ա վերացել եւ այլն, կարծում են Իրանը տենց ջախջախվել է, բայց այս Հորմուզի հետ կապված ոչ ոք չէր մտածում, ու նենց չի, որ իրանք լրիվ փակել են Հորմուզը, իրանք ուղղակի ասում են կամական տանկեր կամ մեծ նավեր կոնտեյներ որտեղ ապողում խփելու ենք, ովքեր ուզում են ու իմիջիալոց շատ հետաքրքիր թիվ կար, եթե մինչև այդ մի տանկերի ապահովագրումը արժեր $40,000, հիմա միայն ապահովագրումը $2 միլիոն է դառել, այսինքն դա էլ է գինը բարձրացնում, պլյուս Իրանը իհարկե սկսել է $2 միլիոն, $2.5 միլիոն վերցնել, բաց թողել իր կողմից ընդունելի երկրների ցուցակին պատկանող երկրներին, այսինքն ինքը սկսել է կառավարել ու թելադրել պայմաններ ու նույնիսկ նրան է հասել, որ Ամերիկան որոշել է, որ Իրանը կարող է իր նավթը առանց որևիցե արգելքի վաճառի, հուսով, որ միայն դա կարող է օգնի գները իջացնել, ասես այն նպատակը, որ Իրանին տնտեսապես փորձում էին խեղդել, հիմա լրիվ հակառակ էֆեկտն է ստացվում։ Նույնը Ռուսաստանն է ստացել հսկայական հնարավորություններ, իհարկե այնտեղ
առանձին խնդիրներ կան, բայց Ռուսաստանն էլ իր երթին նույն նավթը, որ ինքը վաճառում էր նույնիսկ ցածր 30-40 դոլարով բարելը, հիմա 100-120 դոլար է։ Դե, բայց մենք ունենք փաստորեն մի իրավիճակ, երբ տնտեսական առումով Իրանը ավելի հզորացել է երկարաժամկետ կտրվածքով։ Ստվերային նավատորմը, որը կարողացել է ձևավորել Իրանը այս տարիների ընթացքում, ամբողջությամբ աշխատում է։ Ու նույն հիմա Չինաստանի գործոնը տեսնում ենք, որ ամբողջությամբ այդ չինական գործոնը եվրասիական հատվածում ավելի է ուժեղանալու։ Դիվանագիտական, իմիջային, հեղինակության առումով Միացյալ Նահանգները վստահաբար մի շարք փորձագետների կարծիքով պարտվել են, որովհետև այլևս նշվում է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում են միայն մի դաշնակցի Իսրայելի շահերը։ Շատ զինվորականների եմ ես ընդ որում այսպես ժառանգաբար զինվորականների բարձրաստիճան, որոնք արդեն անցել են թոշակի ու կարող են խոսել։ Նրանք շատ կոշտ ձևակերպումներ են անում։ Նշում եմ, որ երբևէ չեն մտածել, որ իրենք պետք է իր երկիրը պետք է պաշտպանի այլ երկրի շահերը, այլ երկրի հետաքրքրությունները, իրենք պատրաստ են զոհվել, ամերիկացի զինվորը պատրաստ է գնալ պաշտպանել, բայց իր երկրի շահերի համար իրենք, այսինքն ավելի իսրայելական պետության սպասարկողն են շահերի դարձել ու շատ է սրա մասին խոսվում։ Հա, ու իմիջիալոց ինչ որ պահ կար, երբ որ ես ծանոթներ ունեմ նաև ընկերներ ունեմ Իսրայելից եւ իրենց հետ ինչ որ առիթներ ալինում խոսել, մի պահ իրենք ոնց որ երկուսով լրիվ միասին էին, հետո բայց պարզվեց ամեն մեկը իր առանձին շահերը ունի, իր առանձին խնդիրները, ու հիմա իսրայելական մամուլում բավականին շատ Տրամպին են քննադատում, Տրամպի շրջանում Իսրայելի հետ կապված հարցեր են բարձրացնում, Իսրայելը իր հերթին այսօր հայտարարելով 400,000 ռեզերվային ուժեր է կաչում, այսինքն իր կարողություններն են, ի վերջո 10 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, բոլոր կողմերից պատերազմի մեջ է, ու ինչքան դա կարող շարունակվի իր կարողությունները ունեն սահմաններ, իսկ նույնը Ամերիկան իհարկե անսահման ավելի մեծ կարողություններ ունի ռազմական, բայց Ամերիկանն էլ ունի նոյեմբերին ընտրություններ, Տրամպի ռեյտինգը, որը մի ամիս առաջ 40%-ի մոտ էր, հիմա 35-36 է ու շարունակում է ընկնել։ Հիմա 1-2-3 ամիս հետո, երբ որ դատանկումը դառնա շատ անդառնալի, Տրամպի համար քաղաքական կատաստրոֆա կարող է լինել, այդ առումով ինքը չգիտեմ դեռևս ունի մանևրի տեղ դուրս գալու, թե չէ, բայց դժվար վիճակում է հայտնվել։ Դուք նաև Չինաստանի մասին ասեցիք, այստեղ նաև շատ հետաքրքիր կարևոր ֆակտոր կա Չինաստանին վերաբերվող, այդ ժամանակին Նապոլեոնը ասել էր ավստրիացիների ու գերմանացիների բանակին, երբ որ իրենք սխալ որոշում կատարեցին իր հաղթանակած ճակատամարտերի մեկի ժամանակ, ասեց երբեք մի խանգարեք ճշտ թշնամուն սխալներ գործելու։ Հիմա այդ Չինաստանը շատ հետաքրքիր, ինքը միանշանակ իմ համար կողքից կամ տակից ինչ որ ձևով Իրանին օգնում է, բայց նաև նես չի բացահայտ, հա, իհարկե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներում Ռուսաստանը եւ Չինաստանը վետո դրեցին վերջերս Հորմուզի հետ կապված որոշմանը ու մի շարք ուրիշ հարցերում, բայց նես բացահայտ չեն օգնում, դրա հետ մեկտեղ իրենց մաքսիմալ շահերին ձեռք է տալիս, որպեսզի Ամերիկան հնարավորինչափ խորը ներգրավի Իրանում։ Այսինքն թե ինքը խորը ներգրավեց, արդեն այդ արևելյան Ասիան, որտեղ Ամերիկան առանձին մեծ շահեր ունի, կարողությունից վերալինելու վերահսկել Թայվանի հետ կապված պատմությունը եւ բազմաթիվ ուրիշ խնդիրներ։ Մի խոսքով իրենք փորձում են հնարավորին ամեն ինչ անել, ամերիկացիները ներգրավեն նաեւ գետնի վրա տարբեր գործողություններով ու քայլ առ քայլ, այսինքն եթե մինչեւ հիմա օդից ռմբակոծելով հետո միշտ կարող ես կանգնացնել, փորձես դուրս գաս, եթե գետնի վրա լինես ու զոհերի թիվը շատանա, ամերիկյան զոհերի թիվը, դա անհամեմատ ավելի դժվար է լինելու։ Դուրս գալ պատերազմից նկատի։ Բայց գետնի վրա գործողություններն այդքան հեշտ չեն լինի։ Հեշտ չեն, բայց իրանք արդեն 10,000-ից ավել ծովային հետևակներ ներգրավել, արդեն ընդեղ են իրենք ու ուզում են նպատակներից նաև ինչ կար, իրանք մի քանի քայլանոց, այսինքն այդ կղզին, որտեղ նավթային ռեզերվներն են, հա, կենտրոնացած խարկ կարտանտե, այդտեղ այդ կղզին հնարավոր գրավելու մասին է խոսքը գնում, հնարավոր ոնց որ իրենք իրենց օդաչուին առաջ ազատեցին, հա, իրենք մտածում են նաև այդ 400 կիլո հարստացած ուրանիում, այնտեղ ուղարկեն դեսանտ, որը գնա այդ 400 կիլոն վերցնի հանի, բայց
ուրանը մարդ չի, 400 կիլո ուրանը մարդ չի։ Բայց մենք հրաշալի հասկանում ենք, որ այստեղ խնդիրը ուրանը չէ, որ քաղաքական առումով խնդիրը ուրանը չէր, հարստացված ուրանը չէր։ Բայց իրենց նախնական խնդիրներից մեկը, այսինքն առաջի Տրամպը մի 4-5 անգամ փոխեց իր օրակարգը, ինչի է պատերազմ սկսում։ Առաջի անգամ որ հայտարարեց, դա ուրանի մասին էր, որ պետք է ի վերջո վերջացնի այդ հարցը մեկընդմիշտ, հա, այդ 400 կիլո մինչև 60% հարստացված ուրանը կարելի է շատ արագ զենքի վերածել, ու նա այս տեսքով էլ կարելի է որպես կեղտոտ ատոմային ռումբ օգտագործել Իսրայելը վերացնելու համար, այսինքն այդ կարգի խնդիր կար, չնայած անցած տարվա հարձակումներից ինքը մի անգամ հայտարարեց, որ լրիվ վերացրել ենք, բայց հետո պարզվեց, որ դա գետնի տակը խորքում դեռևս կա։ Հիմա այդ 400 կիլո ուրանի խնդիրը առանձին խնդիր է, դա միակ պատճառը չի, հետո ասեց, որ պետք է ռեժիմ փոխել, հետո խոսացին բալիստիկ հրթիռները վերացնելու մասին ու բազմաթիվ ուրիշ օրակարգային, հետո Իրանը ակնկալում է, որ հեսա հեղափոխություն կլինի, բոլոր Իրանի ժողովուրդը դուրս կգա կպայքարի մոլաների ռեժիմի դեմ եւ այլն։ Այսինքն անընդհատ այդ խնդիրներից մեկն է, որ երբեք հստակ նպատակ, իսկ ռազմական կամական ռազմավարության մեջ, եթե հստակ նպատակ չունես, շատ դժվար է հասնել այնտեղ ինչ որտեղ ուզում ես, եթե չգիտես ուր ես ուզում հասնես։ Իդեպ երբ ուշադիր լսում ես նաև նույն պրո-իսրայելական այդ լոբիստների նարատիվները Միացյալ Նահանգներում, ապա տեսնում ենք, որ ակտիվորեն առաջ է քաշվում հենց տակտիկական զենք կիրառելու այդ նարատիվը։ Սրա հետևանքները ըստ, որովհետև ըստ շատերի դա կարող է բերել արդեն ամբողջությամբ համակարգի, անվտանգային համակարգի փլուզման, կսկսվի ջունգլիների օրենք, ոչ թե խնդիրը արդեն այս զենքն է կամ դրա հետևանքները տակտիկական, ինչպես գիտենք, տակտիկական ատոմային ռումբը տարբերվում է ստրատեգիականից, զուտ դրա այսպիսի հետևանքները ամբողջ աշխարհի համար, որ կսկսվի քաոս, այսինքն ամեն ինչ կարելի է։ Հա, ու դա մեծ խնդիր է, մինչև նույնիսկ տակտիկական զենքը կիրառելը, իրանք Բուշերի ատոմակայանի վրա հարձակումներ, այսինքն կողքին են խփել, բայց ի վերջո կարող էր եւ կպնել ու վնասել, ու այդ ռադիացիայի արտանետումը եւ բազմաթիվ ուրիշ էֆեկտներ կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենան տարածաշրջանի, խոսում են ժամանակին Պուտինն էլ Ուկրաինայի հետ կապված խոսում էր, որ կարող են կիրառել լոկալ որպես խնդիրներ, բայց հուսով եմ դրան չի հասնի, ու հուսով եմ ի վերջո Տրամպի, այսինքն բացի հրաման տալուց շղթա իրականացնողների, հա, այդ կարգի զենք կիրառելու, հուսով եմ այդ շղթայում կհայտնվեն այդ մարդիկ, որոնք կասեն, չէ, ասում են ինչ որ մարդիկ, ինչ որ հրամանների դեպքում, նույնիսկ այդ կղզին գրավելու համար, այդ ամերիկյան ռազմական էլիտայում որոշակի դիմադրություն են ցույց տվել, դրա համար նաև դա հիմա տեղի չի ունենում, հենց որ այդ առումով լրիվ իմ հույսերը չեմ կորցրել, որ ամերիկական ռազմական միտքը կարողանա ինչ որտեղ Տրամպի վրա զսպաշապիկ հարցնի այդ հարցերում, որպեսզի գլոբալ կատաստրոֆիկ քայլերի իրանք չգնան։ Բայց նույն միևնույն ժամանակ մենք միշտ հույսներս դնում ենք այդ շատերը ասում են, որ գիտեք, միացյալ ես տարբեր մասնագետների հետ եմ զրուցել այս նույն տաղավարում, նրանք ասում են, որ գիտեք, Միացյալ Նահանգները իր փոխզսպման մեխանիզմներով հայտնի է եւ անգամ Թրամփը չի կարողանա այդ փոխզսպման մեխանիզմների ներքո անել քայլեր, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ ինստիտուտները փոխզսպման չեն աշխատում։ Եթե որոշակիորեն այդ ինստիտուտները կամ ազուրկ են, կամ այդքան պրոակտիվ չեն, կամ վախեցած են, ավելի ագրեսիվ քաղաքական տարբերակում եթե լինում է, ասում եմ ոչ այսպես է լինելու, չեն աշխատում այդ փոխզսպման մեխանիզմները։ Ինչ որտեղ չեն աշխատում, ինչ որտեղ աշխատում են, այսինքն այդ շարժում որ 8 միլիոն մարդ մի 10 օր առաջ դուրս եկավ ոչ թագավորին ու տարբեր, ընդ ինչ որ դատարաններ կան, նույնիսկ Գերագույն դատարանը, որ ընդդեմ Տրամպի որոշակի հարցերում որոշումներ ընդունում ու կանգնեցնում է, նույնը տարիֆների հետ վերաբերյալ, նույնը միգրանտներին արտահանելու հետ կապված եւ այլն, այսինքն ինչ որ տեղեր, ինչ որ հարցերում դա աշխատում է, բայց բոլոր դեպքերում դա բացարձակ զարմանք է, ինչքանով այսինքն միանձնյա առաջնորդը, որը անկառավարելի որոշումներ ընդունում 250 տարվա աշխարհի ամենակայացած դեմոկրատիայում կարա այս կարգի քաոս առաջացնի, ես ինքս ինչ որ շատ մտահոգված եմ ու միշտ խոսացել եմ, որ Իրան պետք է սահմանների մեջ պահել, շատերն էին ասում, չէ, ամերիկյան ինստիտուտները, օրենսդիր իշխանությունը, մյուս իշխանությունը, ի վերջո առանց կոնգրեսին տեղակ պահելու ինքը հարցակ պատերազմը սկսում, իհարկե
Պուտինի պես մոտորապես կոչում է, չգիտեմ, սահմանափակ ռազմական գործողություն կամ ինչ, բայց անում է։ Հետո ուրիշ քայլեր է անում։ Այս պահին փաստորեն թե Գերագույն դատարանում 9-ից 6-ը իր կողմից նշանակված ու իրան պաշտպանող մարդիկ են, կոնգրեսում էլ մոտորապես 3-4 մարդու առավելությամբ հանրապետականներ ունեն, այսինքն օրենսդիր 3 ճյուղեր իշխանության, ոնց որ իր իշխանության տակ են ու սահմանները սովորական, հա, առաջնորդին ինչ կարելի է, ինչ չի կարելի, շատ շեղվել են Ամերիկայում, ու դա ցավալի է տեսնել ինչքան են շեղվել, մինչև ուր դա կարող է հասնի, կարող է դա հետ հարված բերի։ Այն ինչ որ ինքն այլ որ ժամանակի Նիքսոնին իմպիչմենտներին հայտարարում, այն ինչ որ Տրամփն արել 10 անգամ ավելի վատ է, բոլոր պարամետրերով, քան թե այն ինչ որ Նիքսոնն է արել, բայց այս այն պահին այն ժամանակ աշխատեցին, հիմա առայժմ դեռիվ չեն աշխատում, բայց ես հուսով եմ ինչ որ սահման կա, որից հետո կսկսեն ավելի կոշտ աշխատել։ Նույնը դե ամենադժվարը դիմադրել դա ռազմական համակարգում այլ, որտեղ բացարձակ դիսցիպլինա պետք է լինի, բայց երբ որ հրաման տրվի, ընդհանրենք ատոմային զենք կիրառելու, ինչպես դա պիտի իրականանա, ովքեր պիտի լինեն մասնակցեն այդ որոշմանը եւ այլն, հուսով եմ, որ այդ պահին այդ գլոբալ հետևանքներ ունեցող հարցերի հետ կապված ինչ որ մեխանիզմներ կակտիվանան։ Հետաքրքիր է, որ The New York Times-ն էր ծավալուն հողում կատարելով իր Սպիտակ տան անոնիմ աղբյուրների ծավալուն հոդված էր ներկայացրել, ինչպես Միացյալ Նահանգները ներքաշվեց պատերազմի մեջ, ինչպես ամեն ինչ սկսվեց, բոլոր մանրամասներով, ինչպես է Նեթանյահուն եղել, եւ նշում էր, որ JD Vance-ն է միակ մարդը եղել, որ դեմ է եղել այս ամենին, եւ որ նշել է, բայց այդ բանը անգամ ինքը այդտեղ չի եղել, Ադրբեջանում է եղել եւ չի հասցրել վերադառնալ, ու նշել է, որ ինչ հետևանքների սա կարող է բերել։ Այսինքն կան ինչ որ Իրա ի վերջո Տրամփի օժանդակողները երկու ուժ են, մեկը նեոկոնսերվատորներն են, վերածնված, հա, որոնք աշխարհը փոխելու ամերիկան գերագույն իշխանություն աշխարհում մյուսը մագանա, որ ամեն ինչ Ամերիկայի համար, Ամերիկան առաջինը եւ այլն, հա, այդ երկու ուժերը իր JD Vance-ը այդ մագայի ոնց որ ներկայացիչն է, Մարկո Ռուբիոն ավելի շատ էս երկրորդ ուժի նեոկոնների, բայց ինչ որ չափերում, բայց հիմա ի վերջո այդ երկուսի օրակարգերը ոնց որ իրար խանգարում են կամ իրար հակառակ են էլի աշխատում, բայց այդ մեկտեղ կա Տրամփի անձի ֆենոմենը, որ ինքը եթե ինչ որ մեկը իրան հակառակ բան է ասում, ինքը այդ մարդուն վերացնում է, ինքը ոչ թե իր այդ բանակցում է, փորձում է ընդհանուր բոլորին բավարարող լուծումներ գտնի ու շատերը որոշում են ավելի հարմար է ցայն չանել ու չհակաճառել ուտեղ իհարկե դժում է ժողովրդավարությունը ու համակարգված սիստեմավորված իշխանությունը բայց դրա հետ մեկտեղ Երբ որ Տրամփը որոշումներ է ընդունում, որտեղ ինքը ուրիշ կարծիք չի լսում, ու կամայական առիթ է մնացել ինքս էլ շատ ավելի փոքր մասշտաբի որոշումներ ընդունելու, երբ որ Սիրիայում UNDP-ն ղեկավարում էի, ես միշտ ասել եմ, այն ինչ որ ես գիտեմ կամ ուզում եմ այս ուղղությամբ շարժվեմ, դա ես գիտեմ։ Ես ուզում եմ լսեմ, որ տարբեր կարծիքներ լսեմ ու հասկանամ ամենաճիշտ շարժվելու ձևը ինչպիսին է։ Այս դեպքում տենց չի, համակարգը բոլորը հիմնականում աշխատում են իրան Այն ինչ որ ինքն է ուզում լսի, հաջողանալ, հա։ Իդե Պուտինի տարբերակում էլ է այդ նույնը գործում, նույն տարբերակն ընդհանուր խնդիրը կա, այդ ավտորիտար իշխանավորների համակարգերում հուսով ենք, որ իհարկե Ամերիկան տենց չի, բայց էլեմենտներ ավտորիտար իշխանության նշմարվում են։ Այստեղ ամենակարևոր հարցը տարածաշրջանում ինչ է սպասվելու է, եթե Միացյալ Նահանգները եւ Իրանը մտան երկարատև, այսպես ասած, մաշող պատերազմի մեջ, դրա նախադրյալները հիմա ասեմ նաեւ ինչու է կա, որովհետեւ ընտրությունները դուք նշեցիք, որ Թրամփը հրաշալի գիտակցում է, որքան է չլինի նա բիզնեսմեն է, հաշվել գիտի, թվերը կարող է տեսնել, համեմատել, որ իր վարկանիշը իջնում է։ Ու կա մի տեսակետ, որ Թրամփը կարող է փորձել օգտագործել այս պատերազմը, որպեսզի խուսափի ընտրություններից։ Այսինքն նույն Զելենսկո օրինակով, երբ չեն գրում ընտրությունների, երկիրը պատերազմական իրավիճակում է եւ ավտոմատ նորից ինքն է մնում նախագահ։ Սրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունները որքանով է հավանական նույն այդ սցենարը հաշվի առնելով համադրելով այն ինֆորմացիան, որ Միացյալ Նահանգները Սպիտակ տունը պատրաստվում է երկարատև պատերազմի, արդյոք կարող է գործել այս սցենարը, որ իմ տեսակետից այդ սցենարը դժվար թե գործի, դրա համար միևնույն է համոզել ամերիկացիներին դա
չափից դուրս կարմիր գծի հատումը, բայց այն ինչ որ իրանք փորձում են ավելի նոր բանել, դա տեղամասերն են փոխում, քվեարկելու իրավունք տալիս են միայն այն մարդկանց, ովքեր անձնագիր ունեն, գալիս գրանցվում են եւ այլն, ու տենց մի զգալի տոկոս մարդկանց, որոնք դեռ դեմոկրատներին ավելի աղքատ, ավելի հաստատված մարդիկ են, հա, քվեարկում, եթե իրենցից անձնագիր ես ուզում, գրանցման ինչ-որ քթերթիկ ես ուզում եւ այլն, դա մի քանի միլիոն մարդ կարող է դուրս մղի քվեարկման process-ից ուտեղ ու նաև բան ոնց որ Ֆլորիդայում իրանք փոխեցին բաշխվածությունը ձայները հետո Կալիֆոռնիան է ի պատասխան դրան ինքն էլ փոխեց բայց մի կողմից 5 ձայն լրացիչ ոնց որ շահեցին հանրապետականները Կալիֆոռնիայում է շահեցին ժողովրդավարները դեմոկրատները նենց որ այդ առումով բայց իհարկե ոչինչ բացառել չի կարելի այս հանգամանքներում Տրամպի հետ կախված, այսինքն եթե մինչև դա պատերազմը շարունակվի, եթե մինչև դա կատաստրոֆիկ անկում չունենա իրավարկանիշի, դրա համար բազմաթիվ մարդիկ, ես էլ անձամբ գիտեմ, տարին 3-4 ամիս Ամերիկայում եմ ապրում, որ այն մարդիկ, ովքեր Տրամպին քվեարկել են, հիմա կատեգորիկ դեմ են։ Այդ ինչ որ տոկոս է։ Այդ ինչ որ տոկոսը դեռևս մեծամասնություն չի տրամպական ձայների, բայց թիվ է։ Ու հիմա մոտակա պատերազմի իհարկե ընթացքը շատ բան։ Եթե դա լիներ հեշտ Վենեսուելայի պես, հա, պատերազմ մտան 3 ժամում երկրի ղեկավարին վերցրեցին, բերեցին դրեցին Նյու Յորքի բանտում ու Տրամպի ռեյտինգը դրանից բարձրացավ։ Բայց հիմա արդեն տենց չի գնում ու շարունակությունը, եթե նավթի, բենզինի գինը ենթադրենք լցակայաններում 3.4 դոլար էլ գալուն է, հիմա 5-ից ավել է ու դա նաև միայն բենզինի գինը չի, բազմաթիվ ուրիշ ապրանքների գներ, տանջերությունն է թանկանում, ինքնաթիռների վառելիքն է թանկանում, ճամփորդելն է թանկանում եւ բազմաթիվ ուրիշ բաներ։ Հեսա հերթը գալիս է արդեն պարարտանյութերին, հա, այդ քիմիկատ, որ արտադրում են ու որը աշխարհի 1/3-ը մոտորապես այդ տարածաշրջանից է գալիս։ Եթե դա էլ է փակվում, դա ավելի դանդաղ էֆեկտ է ունենալու, բայց սննդի գներն է սկսելու։ Այո, գարնանացանը եթե ուշացրեցինք, ապա կարող է նաև հենց պարենային անվտանգության խնդիրներ ունենալ ոչ միայն տարածաշրջան, այլև ամբողջ աշխարհն է այս խնդրի հետ առնչվել։ Ու դա կբերի իհարկե տնտեսական մեծ ճնշումների, ինֆլյացիա եւ այլն ու խոսում են մեծ դեպրեսիայի մասին, խոսում են արդեն մեծ դեպրեսիայի մասին տնտեսագետները, խոշոր ճգնաժամի մասին, որքանով կկարողանա աշխարհը դուրս գալ դրա տակից։ Հա, այդ ու շատերը ասում են, եթե $150 նավթի գինը հասնի բարելը, դա արդեն գլոբալ ճգնաժամի սկիզբն է, չգիտեմ, դες դժվար է հստակ ինչ-որ թիվ ասել, բայց 120-ի մոտ տատանվում է անընդհատ, հիմա մի քիչ իջել է 100-ի մոտ է, բայց եթե 150 ասում են, դա ասում հսկական քանակությամբ տարբեր ապրանքների գներ փոխվում են, ինֆլյացիան աճում է ու գլոբալ տնտեսական ճգնաժամը շատ հավանական է թվում։ Տարածաշրջանի վերաբերյալ ինչ է տեղի ունենալու երկարաժամկետ, եթե պատերազմը երկարաձգվում է նույն Հարավային Կովկասում, Հայաստանում, մենք ինչպես գիտենք, շատ փխրուն կայուն իրավիճակում են գտնվում։ Դե սոցի, պարսկական սոցի արաբական երկրների համար տեսնում ենք, հա, հետևանքները։ Եթե Դուբայը ժամանակին ամենաապահով, ամենակայուն, ամենահարմար, մենք ներդրումային իմաստով ծաղկուն, հեռանկարային անշարժ գույք են գնում, իմիջիայլոց Դուբայի Էմիրատների բանկերում մոտորապես 30 միլիարդ իրանական գումար կա, ու մոտ 200-300 միլիարդ դոլարի անշարժ գույք իրանացիներին պատկանող, հսկական Իրանի կողմից։ Այդ արդեն իրենց հարաբերությունները խախտվեցին, արդեն դե իրենք չեն վերադառնա նորմ։ Մի խոսքով, բայց դա առանձին շարք է խնդիրների, իրենք իրենց նավթային բիզնեսը, տնտեսությունների հետ կապված մեծ խնդիրներ։ Իրաքը առանձին խնդիր է, դա համար Իրաքում մեծամասնությունը շիիտներ են, պրոիրանական ուժերը բավական հստակ երևում են, դա իր խնդիրները։ Սիրիան առանձին իհարկե խնդիր է, Սիրիայում էլ անկայունությունը բավական է մեծ է, մի պահ Սիրիան ուզում էին ներգրավեին Իսրայելի հետ միասին ընդդեմ Հեզբոլլայի, որը ժամանակին Ասադին օգնում էր, Սիրիայում ճնշել ընդդիմությանը, բայց Սիրիան էլ փորձում է մաքսիմալ զգույշ լինի։ Հիմա մեր մոտ, մեր տարածաշրջանում, իմ համար որ Հայաստանը չի մինչև հիմա ոչ մի վնաս կրել, դա հետաքրքիր ֆակտոր է ու ինձ թվում է ես մի տարի առաջ Թեհրանում եղել եմ մեծ կոնֆերանսեր այնտեղ, որտեղ ելույթ ունեցա նաև քարտեզի վրա ասես նկարագրեցի, ասես ես հսկայական Իրանի կողքը 11 հարևաններ կան ու կա մի հարևան, որը մուսուլման չի,
դա մեկ քրիստոնյա Հայաստանն ամենափոքր ու ամենահետաքրքիրը որ մի փոքր քրիստոնյա երկրի հետ երբեք մենք Իրանի կողմից խնդիրներ չենք ունեցել ագրեսիայի առումով, բայց լավ հարաբերություններ ունենք ու իրանացիների կողմից այդ հատուկ դրական վերաբերմունքը ինձ թվում է Հայաստանին դա մեր համար կարևոր ակտիվ է, ես դա տեսեմ, երբ որ մի օր պետք լինի Իրանի ու Ամերիկայի մեջ միջնորդություն անել կամ ինչ որ հարցեր Պակիստանն է փորձում անի, բայց ինձ թվում է մենք ունենք նաև այդ հնարավորությունը լինել այդ միջին մարտը, հա, իրանցիների եւ ամերիկացիների բնական է բազմաթիվ ու ճանապարհներ ունենք թե տրիպի հետ կապված թե նաև ուրիշ քննարկումների ունենք այդ Սփյուռքը հայկական ընդեղ եւ այլն ունենք վստահություն հարաբերություններ Իրանի հետ էլ ու հիմա մեր այդ դիրքում այս հսկական ռիսկերի հետ միասին կա որոշակի հնարավորություններ Հայաստանի համար, հա, կարող է Դուբայից կապիտալի մի մասը հոսի դեպի Հայաստան, Դուբայից ինչ որ բիզնեսներ արդեն ասում են մտածում են որ տեղափոխվեն, կարող է Երևան տեղափոխվեն, այդ կարգի խնդիրներ կա, ճնշումը մեծանում է ինձ թվում է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ ինձ թվում է այդ ճնշումը բերելու է նաև նրան, որ Ադրբեջանի համար մեր հետ հարաբերություններում ավելի արագացված ինչ որ process կարող է լինի, որ մենք մեր խնդիրները լուծենք, այս գլոբալ բանի մեջ, կատակլիզմի մեջ մենք դուրս գանք, էլի։ Այսինքն խաղաղության պայմանագրի առումով ավելի էսկալացիոն բնույթի կներ։ Կարող է, բայց այս պահին ինձ թվում է մեզ ոնց որ մենք երկուսս Հայաստան եւ Ադրբեջանը մենք կապվել ենք այդ տրանզիտային բիզնեսի մեջ, հա, տրիպ եւ այլն, այսինքն ընդհանրապես հարավային Կովկասը Ասիայի արևելքի եւ արևմուտքի մեջ չկապող մեծ դեր է ստանում ու Ադրբեջանի նախագահն էլ Ալիևն էլ մի շփ Դավոսում վերջերս ասեց նավթը մեր մի 5-10 տարի հետո վերջանում է բայց մեր ապագա տեսլականը մեր երկրի դա տրանզիտային միջանցքի դերն է ու այդ միջանցքի դերում մենք ոնց որ ընդհանուր խնդիր ունենք ընդհանուր տրանզիտային ապահովում ու ինչ որ մի օր նույնիսկ երբ որ Իրանի պատերազմը վերջանա Ռուսաստան-Իրան երկաթգիծը միակ երկաթգիծը միջոց Ադրբեջանով Մեղրիով Ջուլֆայով է գնում ու դա էլ կարող է հնարավորություն լինի այսինքն կան որոշակի հնարավորություններ այդ հնարավորությունները կարող ենք մենք երկուսս ավելի լավ օգտվենք քան թե առանձին ու բայց դեղ էլ պետք է շատ խելացի ճկուն ինչ որ հարմարվող հետակ բաց աչքերով քաղաքականություն վարել, որ հնարավորին չափ օգտվել նաև։ Ճգնաժամերը ասում են, որ բացի ռիսկերից նաև հնարավորություններ են բերում։ Այսինքն Հայաստան ունի ինչ-որ առումով պոտենցիալ միջնորդական ապագա միջնորդական, նաև անվտանգ, ես օրինակ ասում եմ, եթե Հայաստանը իմ տեսակետն է, ուղղված եմ գրում, եթե Հայաստանը հրճակի, որ մենք նեյտրալ երկիր ենք, ոնց որ Շվեյցարիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հա, նեյտրալ, այսինքն իրանց ոչ կողմերից հսկական պատերազմ էր, բայց բոլորին ձեռք էր տալի, որ ասես մի հատ փոքր ապահով հանգրվան լինի, որտեղ թե բանկերում կապիտալ կարող է լինի, հանդիպումներ կարող են կազմակերպել, որոշակի բիզնեսներ կարող են ունենալ երկրորդ տանիքը եւ այլն։ Հիմա մենք այդ իրավիճակին մոտիկ իրավիճակում ենք, եթե ծոցի երկրները արդեն այդ դերը չունեն, այսօր իմիջիայլոց Թուրքիան է հայտարարել, որ ուզում են Դուբայի այդ դերը տրանզիտային կարևոր դերը, որ Դուբայը ուներ, ուզում են հնարավորին չափով բիզնեսին դեպի Թուրքիա ներկայացնել։ Ինձ թվում է մի մասը Թուրքիա կգնա, մի մասը նաև կարող է Հայաստան գա։ Այդ մոտորապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո ոնց որ մեր մոտ հոսք սկսեց թե մարդկանց, թե կապիտալի, թե բիզնեսի, հա, ու դրա հաշվին մեր տնտեսությունը նաև դրա հաշվին մոտ տարեկան 8%-ով միջինում վերջի 5 տարին աճում է։ Դա հստակ ինչ-որ ինֆորմացիա թե ձեր մտորումներն են, որի մասին հոդված եմ նկատի ունեմ, որ Դուբայից կարող են ֆինանսական հոսքեր եւ բանկային համակարգեր ներդրումներ այստեղ տեղափոխվել։ Դուբայից դեպի Հայաստան ես գիտեմ 1-2 օրինակներ, որ բիզնեսներ Հայաստան են տեղափոխվել, այն որ Թուրքիան սկսել է շատ ակտիվ աշխատել, բայց այդ գաղափարը, որ ոչ թե Երևանը կարող է Դուբայ դառնա, դրա համար դա անհամադրելի է, հա, ծավալներով եւ այլն, բայց այն որ որոշակի չափով հոսք կարող է մեր մոտ լինի։ Նույն Իրանը, եթե Դուբայի ու Էմիրատների բանկերում այդ հսկայական գումարները, ինձ թվում է իրանք պետք է հանեն։ Ուր կարող են տանել իրենց գումարները, ոնց որ Ռուսաստանից, հա, բանկային, իհարկե մենք մաքրում էինք ու հնարավորին չափ մաքուր կապիտալ էինք ընդունում Հայաստանում, բայց կարծեմ 5 տարվա մեջ մեր բանկային ընդհանուր կապիտալը մոտ 2 անգամ աճել է։ Ու դա նաև շնորհիվ
այդ հոսքի Ռուսաստանից, հա։ Հիմա նույնը, եթե Դուբայից սկսի կապիտալը, ու նաև ինչ-որ բիզնեսներ, եթե բիզնեսներ շատերը ենթադրենք, իրանք ասել են Microsoft-ի օֆիսներին խփելու են, Amazon-ի օֆիսներում եւ այլն, հիմա այդ օֆիսները ամենայն հավանականությամբ մտածում են որտեղ է տարածաշրջանում ավելի ապահով տեղ իրենց համար ու հնարավոր է 1, 2, 3-ը նաև մտածեն Հայաստան-Երևան տեղափոխել։ Իսկ գուցե Հայաստանը ավելի նախաձեռնող լինի առաջարկի, թե եւս մենք դեռևս դիտարկում ենք, բայց խոսքը հաշվով մենք դիտարկում ենք նաև վտանգի գոտում, ռիսկի գոտում ենք դիտարկում, այս պահին է խաղաղ, ինչպես դուք նշեցիք, միակ երկիրն է, քրիստոնյա երկիրն է շրջակայքում, որը խաղաղ է։ Իդեպ ինչով է ձեզ պայմանավորված այդ ֆենոմենը պոզիտիվ այդ դիվանագիտական ֆենոմենը Հայաստանի հանդեպ ինձ համար դες մի քանի անգամ եմ եղել Տերանում ու տարբեր կոնֆերանսների մասնակցել եմ թե ժամանակին Աֆղանիստանից, թե ուղղակի ճամփորդել եմ երկրով, հետաքրքիր էր։ Ինձ համար դա գիտեք կումուլատիվ էֆեկտ է, երևի 2.5-3,000 տարվա պատմության, էլի, ես հիշում եմ գիդը ինձ ոնց էր պատմում այդ Պերսեպոլիսում, իրանց հայտնի մայրաքաղաքում 15 թագավորներ, որ բերում են Պարսկաստանի թագավորին, Աքեմենյան թագավորին ընծաներ են տալիս, ու սա էլ ասեց հայկական ու տեսքով ինձ ստիմելով, ասում տեսքով շատ նման է հայի, ու իսկապես ինչ որ ընծաներով, մի խոսքով այդ երկար պատմությունը, քանի անգամ դրա մասին խոսացել եմ, երկրների մեջ հարաբերությունը ոնց որ մարդկանց մեջ է, դու չես բարևում պայմանագիր ստորագրում դառնում բարեկամ, հա, դու ճանապարհ ես անցնում իրար հետ, ու հիմա մենք Պարսկաստանի հետ շատ երկար ճանապարհ ենք անցել ու գոնե վերջի 200 տարին խաղաղ հարաբերություններ, նենց որ այդ առումով մարդկային շատ մեծ սիմպաթիա կա հայերի նկատմամբ, թե նաև իշնորհիվ հայերի, որոնք այնտեղ են ապրում ու մասնակցում են նաև Իրանի տնտեսական եւ հասարակական կյանքում։ Հենց որ այդ առումով այդ ակտիվը շատերը չունեն, արաբական աշխարհի հետ փչացել է այդ հարաբերությունները։ Ռուսաստանը մի կողմից օգնում է, մի կողմից չի օգնում, այնտեղ ավելի բարդ։ Մենք իրանց տեսակետից ավելի անվտանգ փոքր երկիր ենք, միավոր ու պատճառներից մեկը նույնիսկ Ադրբեջանին խփեցին, չնայած հումանիտար օգնություններ ուղարկում, ինչ որ հայտարարություններ արեցին, բայց մեր ուղղությամբ ոչինչ չեկավ։ Ու հա մեկ էլ երևի Թուրքմենիան ու Աֆղանիստանը իրանց հարևանից, բայց դրանք լրիվ բան ոնց է պերիֆերիայի վրա գտնվող երկրներ են։ Մոտ հարևաններից մենք ենք։ Իսկ այն մի կարևոր նյուանս, որ այնուամենայնիվ մենք այս խճանկարում ու համապատկերում բաց ենք թողնում։ Որն է ձեզ Ինչ չարչաս։ Կարևոր նյուանս, որը մենք բաց ենք թողում մեր հաղորդման անունը նյուանսներ են։ Ընդհանուր այս պատկերում։ Իմ համար այդ կարևորը ասել եմ դրա մասին, ել եմ ուզում կրկնեմ, որ կամական ռիսկերի անկայունության իրավիճակում հայտնում են նոր հնարավորություններ։ Ու մի քանիսի մասին ես ասացի, բայց մենք այդ անընդհատ պիտի մտածենք ու գտնենք այս հնարավորությունների հետ կապված, այս իրավիճակի հետ կապված, որն են մեր հնարավորությունները, որը մեր նշան։ Դա համար սուսփուս գոյատևել ու անցնել փոթորիկի մեջով չի ստացվելու։ Ինչ որ ձևով դա մեզ կպնելու է, ուղղակի մենք պիտի կարողանանք մաքսիմալ փորձենք դիվիդենդներ վերցնենք, ոչ թե կորուստներով դուրս գանք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, զրույցի վերլուծության համար։ Նորից առիթներ կունենանք վստահաբար նոր նյուանսներ քննարկելու այս տաղավարում, հուսամ ավելի դրական լույսի ներքո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տաղավարում զրուցեցի դիվանագետ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել առաջին լրատվականի եթերում։ Եթերը կշարունակի իմ գործընկեր Ռուբեն Մեհրաբյանը։